Սյունիք, Արցախ ազատագրական պայքարներ։ Արցախ արդեն նախորդ ժամին արել ենք, այս դասի պետք է Սյունիքը ներկայացնել, բայց ես որպես անդրադարձ կանեմ նաև նախորդ դասին Արցախը միասին։ Հիմա մի հատ այսպիսի հարց եմ ձեզ տալի, որպեսզի դուք այսպես ակտիվանաք ու հանրությունը կասեն ոնց ենք անելու։ Եթե դուք լինեիք 1720-ական թվականներին, ինչը ձեզ կստիպեր, որ զենք վերցնեք, պայքարեք, ինչ հանգամանք մենակ կարար ձեր ստիպեր։ Բացի մանեից։ Ժողովուրդը ինչի համար ոտքի կանգնեց։ Ասա, Տիգրան, մի հարց հասկաս օրինակ, ինչ ժողովուրդ։ Անկախություն, ստիապես, մաներ։ Ազատիշխանություն։ Այո, բարձրաձայն ասա։ Ազատիշխանության համար։ Այո, նաև ազատության համար, ինքնիշխանության համար, այո, նստի։ Այսինքն ժողովուրդը մղվեց պայքարի դեպի անկախություն, ազատություն, հասկացաք։ Հիմա այսօրվա դասը պլանավորել եք հետևյալ ձև, ես ձեզ տարերով եմ, քանի որ 3-ով եք, փոքրակազմ դասարան եք, հետևաբար տալիս եմ ձեզ մի հատ այսպես առաջադրանք, գծելու եք ուրվագծային քարտեզ, Սյունիք և Արցախ, նաև տալու եմ ձեզ պատմական քարտեր, դուք ինքներդ պետք է փակցնեք այնինան, Հալիձորի բերդը, որտեղ էր գտնվում, ինչ գիտենք նրան հետ կապված, ինչ գործիչ կարանք նշենք, Շուշիում ինչ կարանք նշենք, ով էր, ինչ պատմական անձ եք առանձնացնում, որ Արցախի ազատագրական պայքարի կազմակերպիչներից էր, արդեն դուք բարձրացած։ Հիմա եկեք նստեք, երբ այս կողմից, որ այս կողմից ստեք աշխատեք, բայց մինչև աշխատելը, ես ուզում եմ դուք գալ քարտեզի վրա, այ ով կարող է այդտեղ ցույց տա Սյունիք, Արցախը, Շուշին և Հալիձորը, ով կարող հնարավորություն մաներ, ողջի գնա ցույց տա։ Ուրեմն Արցախում ցույց է տալի Շուշին, որում ապսնեք Շուշին, քարտեզի վրա։ Ընդեղ իսկ Սյունիքում ցույց է տալի, որ հաստատվեց նախ գիտենք Դավիթը Շինուր հայրում եք ավանում հաստատվեց, հետո որտեղ ամրացա Հալիձորի բերդը ցույց տալի Հալիձորի բերդը։ Հալիձորից հետո ինչ զարգացնելով հաջողությունով տարածք ազատագրեց, գտի նաև Մեղրին, այո, Մեղրին։ Ընդեղ եթե ուզում եք դուք եք մոտիկացեք նայեք, մանեք, որտեղ քարտեզի վրա ավելի լավ կարողանաք ցույց տումանել իրանցել, նայեք, Հալիձորը, Շուշին, Տիգրան Մեղրին ցույց տու, Արցախում Շուշին կա, Գանձասարը, այո, ապրես, Հյուլիստան, ներքևը խաչենը, սղնախները, Բարանդան, այո, ապրես։ Նայեք երեխեքներում մոտեցեք, որ դուք ինքներդ այդ քարտեզը, ուրվագծային քարտեզը պարգևեք, այսինքն քարտեզի այդ աշխատանքը վերջացնելուց հետո ուզում եմ նաև այս պատմական կերպարներին ուշադրություն դարձրեք, որովհետև ես բերել եմ նաև մի քարտեր, որոնք պետք է դուք փակցնեք։ Այսինքն կփակցնեք այս քարտերը Սյունիք և Արցախ քարտեզի վրա։ Հիմա ուզում եմ նայեք հետևյալ այս պատմական կերպարներին, Դավիթ Բեկի նկարն է, Եսայի Հասան Ջալալյանը, Մակիթար Սպարապետը և իր կոչը։ Ասում արիացեք և մի երկնչեք իր զինվորներին դիմում Հալիձորի պաշտպանության ժամանակ և ասում են, եթե հասել է մեր վախճանի ժամանակ, ավելի լավ է մենք պարիսպներից դուրս մեռնենք, քանզ պարիսպներից ներսում տեսնենք, թե ինչպես են կոտորում մեր բարեկամներին, մեր հարազատներին և հայ ժողովրդին։ Այդ կոչն է Մղիթար Սպարապետին է։ Հիմա կարող եք արդեն մոտենալ, ես ձեզ նաև տամ հնարավոր գրիչներ, պատմական քարտեզ, գծեք ուրվագծային քարտեզը և սկսեք աշխատել։
ստեղծեցին պլակատ Սյունիք եւ Արցախ ներառելով Սյունիք Արցախ ուրվագծային քարտեզը ներառելով Սյունիքի եւ Արցախի ազատագրական հերոսներին եւ կարևոր բերդերն ու վանքերը։ 17-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց Հայաստանի ազատագրական պայքարը կազմակերպելու գործնական նոր ճնշումներով։ Հիմա վերեք Արցախի ներկայացուցիչները Արցախն են պատրաստել ներկայացնել նոր կազմել Սյունիք։ Խնդրեմ, երեխեք ջան, հիմա ձեր փակցրածը ներկայացնեք, նոր ձեր խոսքը ձևակերպեք, հա։ Ասեք, ով է փակցրած, երկար։ Հավիթերի կաթողիկոս Հեսեի Հասան Ջալալյանը։ Այո, ապրես։ Եվ Արցախի քարտեզ։ Ինչ հա պատկերված առանձնացածը ոնց որ ինչ է Տիգրանին ասա այդ քարտեզը ինչն է։ Բարձր Տիգրան ջան։ Համսային նաև իր մերկությունները։ Որի մեջ ներառված էին Գուրզիստանը, Շուշին, Ջրաբերդը, Իզակը և Վարանգան։ Այո։ 1722 թվականին Պարսկաստանի թեմախտված սահմաններին հաջողվեց գրավել մայրաքաղաք Ստեփանան, ստեղծված իրավիճակից փորձեց օգտվել Ֆեոդոր առաջինը, որի վաղեմի նպատակն էր ներկայացրական արշավանքը։ Ռուսների արշավանքը անհանգստացրեց Օսմանյան կայսրությանը, քանի որ նրանց նպատակն էր փակել Ռուսաստանի ճանապարհը և 1723 թվականին Օսմանյան կայսրությունը Թիֆլիսից հետո շարժվեցին դեպի Գանձակ։ Մինչև բայց հայերը ոգևորվեցին չէ կասպիական արշավանքից, ով էր այս ազատագրական պայքարը Արցախում սկսել։ Այո, Եսայի Հասան Ջալալյանը, ինքը որտեղի կաթողիկոսն էր։ Անի։ Կոնկրետ որ վանքի փակցրել։ Բարձր։ Գարձասարի կաթողիկոսն է, համարձակ երեխեք։ Լավ, այն շարունակի։ Ներառվել են Շուշիի բերդը, Գանձասարի եկեղեցիները։ Ինչպես ավարտվեց երեխեք Արցախի ազատագրական պայքարի մասին, ինչ կասեք։ 1739 թվականին մահացավ Եսայի Հասան Ջալալյանը եւ այդ ժամանակ Որ թվականին անի 28 թվականին, ճիշտ ապրես Տիգրան։ Այո, ընդհանրապես չէ մահացավ Եսայի Հասան Ջալալյանը, չերսով նախը։ Պաշտպանական ամրությունների, որ փորձում են դառնալ իսլամական պետություն։ Իշխանություն։ Իսլամական իշխանություն։ Այսինքն երբ է մահացել Եսայի Հասան Ջալալյանը։ Այո, 728 թվականին եւ մի հատ են ամփոփելով ասենք ինչ արշավանքից ոգևորվեցին հայերն ու վրացիները, որոնք Չոլակվայրում հավաքվեցին։ Ով էր սկսել կասպիական արշավանքը։ Պյոտրը որտեղ է թագավոր։ Այո, միականաբար ապրեք։ Հաջորդը Սյունիքն է ներկայացնում Անի ջան, խնդրեմ մի հատ ներկայացնել փակցրած այդ տեղեկությունները, նոր սկսես միտքը չարթես։ Դերի հայ ազատագրական շարժման լույս կենտրոնը դարձավ Սյունիքը։ Այո։ Սյունիքի ուրվագծային քարտեզում պատկերել ենք Հալեձորի բերդը, պատկերել ենք Տաթևի վանքը եւ Մեղրի, իսկ ազատագրական հերոսներից Դավիթ Բեկին եւ Մխիթար Սպարապետը։ Նաեւ Սյունիքի քարտեզը։ Այո, Սյունիքի քարտեզը։ Դա կանի բարի։ Այդ է Սյունիքի մեր քարտեզը։ Լավ։ Վրաստանից Սյունիքի գաց հայ զորավար Դավիթ Բեկը կարողացավ համախմբել տեղի ուժերը եւ ապստամբեց պարսկական տիրապետության դեմ։ Մի շարք հաղթանակներով նա կարողացավ իր տիրապետությունը հաստատել ամբողջ Սյունիքում, սակայն դրությունը Սյունիքում կտրուկ վատթարացավ 1726 թվականի գարնանը, Երևանից Երևանն ու Գանձակ զբաղվելուց հետո Օսմանյան զորքերը կարողացան նաև ռազմակալել Նախիջևանի եւ Հափանի
մրցական շրջանները 1726 թվականին Դավիթ Բեգինի զորքով նահանջեց եւ ամրացավ Հալիձոր բերդում։ Օսմանցիները չկարողացան ներթափանցել այդ բերդ, սակայն Մխիթար Սպարապետը եւ Տերավետիսը գլխավորեցին մի խմբակ եւ այդ խմբակով նրանք կարողացան գաղտնողով դուրս գալ բերդից եւ շրջափակել թիկունքից թշնամիներին եւ նրանց պարտության մատնել։ Եվ հենց այստեղ է, որ Մխիթար Սպարապետը կոչով դիմում է իր զորքին, զինվորներին, դասի սկզբում, երբ որ սլայդը մնացրել էի, հենց այդ խոսքերը այ հիմա այդտեղ է փակցրած։ Նաև դուրս եք բերել, այո, Հալիձորի այդ դեպքերը որ թիվ եք վերցնում արդեն։ 1727 Այո, ապրես, շարունակի, ասեցի Սպարապետ նշանակեց Մխիթարին, նաև Թորոսներ, Տերավետիսներ, Բայց մանել հիմա ինձ մի հատ ընդհանուր ամփոփեք, ասում ես Հալիձորի բերդը ավարտը ինչպիսին էր եւ ինչ կարաս ասես։ Հալիձորի բերդի ավարտը հաղթական էր եւ Դավիթ Բեգը ոչ միայն կարողացավ Հալիձորի բերդը ազատագրել, նաեւ Օսմանյան կայսրությանը հետապնդելով կարողացավ մեղրին Օսմանցի։ Այո, մեղրինը փակցրել էր մեղրին։ Լավ երեխեք ջան, փորձեցինք ինչքան հնարավոր է կարճ ներկայացնել Սյունիք Արցախը, մենք գիտենք պատմության տարբեր շրջաններում ունեցել ենք ազատագրական պայքար կապված հատկապես Արցախի հետ։ Հիմա ես ձեզ համար պատրաստել եմ երկի քարտեր, կխնդրեմ նստեք ձեր տեղերը, նաև եկամարտում եք հասը։ Ես երկի քարտար տարբերակի պատրաստել, քանի որ հոսանքներ գնաց, իրագրել եմ հարցերը եւ հիմա խնդրեմ մտածեք, կարդաք եւ շատ ամփոփիչ ձևով պատասխանեք։ Որը պատրաստ կնի կարաք ձեռք բարձրացնել։ Ասած հարցը կարդում ես։ Ինչու էին միասնաբար գործում Արցախը եւ Սյունիքը։ Ինչ նպատակի համար ունենալու շատս։ Նրանք միասնաբար են գործում, որպեսզի ազատագրեն իրենց երկիրը եւ թույլ պայքարեն եւ թույլ չտային, որ Օսմանյան կայսրությունը չգրավեր այն։ Այսօր մեն ազատագրության համար, ազատությունը վերականգնելու համար։ Այո, նստիր, հաջորդը։ Նշի քեզ համար ավելի սիրելի պատմական կերպար։ Ինձ համար ավելի սիրելի պատմական կերպար է Դավիթ Բեգը, քանի որ նա Վրաստանից գալով Սյունիք կարողանում է համախմբել Սյունիքի մերիկներին եւ կարողանում է մի շարք հաղթանակների արդյունքում իր տիրապետությունը հաստատել Սյունիքում, նաեւ հաղթանակների արդյունքում կարողանում է Օսմանյան կայսրությունից հետ գրավել Հալիձորի բերդը եւ մեղրին։ Նաեւ ասում են կարճ ժամանակով, բայց վերականգնեց պետականություն Սյունիքում, իշխանություն ձևավորեց։ Հաջորդը վերացում ասան։ Ինչ նոր դերներ սովորեցինք ռազմական ամրությունները, սեղնախները, դրանք էին Գյուլիստանի, Շուշիի, Ջրաբերդի, Վարդանավի և Դիսակի, այո, նստի։ Լավ երեխեք ջան, ամփոփում եք դաս ամփոփեցինք արդեն երկի քարտերի միջոցով, ես իրականացնեմ ձևավորող գնահատում, ձեր պատասխաններին հաշվին, ակտիվության, գեղեցիկ արդեն հաստատ պատրաստեցիք եւ դրան վրա կգնահատեմ ձեզները, կգնահատեմ, որ հիմա այդ աշխատանքը կարողացավ կատարել, նաեւ տնային աշխատանք եմ հանձնարարում, վերցնեք աղերկուսը եւ փոքրիկ էսե գրեք ձեր սիրելի որևէ պատմական կերպարին, վերեք